to be with your pastor once again. Մեկ անգամ եւս ժամանակ անցկացնել ձեր հովի հետ։ Thank you for always making us feel so welcome. Շատ շնորհակալ եմ, որ միշտ այսքան ջերմ ընդունելության ենք արժանանում ձեզ մոտ։ We always enjoy our time here. Մենք միշտ վայելում ենք մեր ժամանակը, որ այստեղ ենք անցկացնում։ I count it a great privilege to stand before you tonight. Ես մեծ առանձնաշնորհ եմ համարում այն, որ կարող եմ կանգնել ձեր առջև։ I come simply, hopefully, to be able to bring encouragement tonight. Ես գալիս եմ པարզ ձևով, հույսով լի, որ կարող եմ որոշակի քաջալերանք բերել ձեզ։ To share with you from the word of the Lord just for a few moments. Եվ կարճ ժամանակով կիսվել Աստծո խոսքից։ In the Gospel of Matthew, chapter number 18, Մատթեոս ավետարանի 18-րդ գլխում verse 18 through 20, 18-ից 20-րդ խոսքերում we find the following. հետևյալ բանն ենք գտնում։ Jesus is speaking. Հիսուսը խոսում է։ Let us look at what he says together tonight. Եկեք միասին նայենք, թե այս հատվածում նա ինչ է ասում։ He says, Verily I say unto you, Նա ասում է. Ճշմարիտ եմ ասում ձեզ, whatsoever ye shall bind on earth ինչ որ երկրի վրա կապեք, shall be bound in heaven, կապված կլինի երկնքում, and whatsoever ye shall loose on earth եւ ինչ որ երկրի վրա արձակեք, shall be loosed in heaven. արձակված կլինի նաեւ երկնքում։ And again I say unto you, Դարձյալ ասում եմ ձեզ, that if two of you shall agree on earth, եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, as touching anything that they shall ask, ինչ որ խնդրեն, it shall be done for them. կլինի նրանց իմ հորից, For where two or three are gathered together, որ երկնքում է, որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված in my լինեն, name, I am in the midst of them. ես այնտեղ նրանց մեջ եմ։ For a few moments tonight, I'd like to look at this scripture with you, Միասին կցանկանայի այս խոսքը նայենք, with this thought in mind. մտքում ունենալով հետևյալը. The power of agreement. Միաբանության ուժը, զորությունը։ We know in the book of Amos, Մենք գիտենք Ամոսի we գրքից have a verse in chapter 2, verse number 3. երկրորդ գլխի 3-րդ խոսքը It հետևյալն է says, ասում. Can two walk together except they agree? Արդյոք կարող են երկու հոգի միասին ճանապարհ գնալ, քայլել, եթե միաբանված չլինեն։ May I ask all of us a simple question tonight? Թույլ տվեք այս երեկո մի պարզ հարց տամ բոլորից։ That question is this: what are we in agreement with? Ինչ բանի հետ ենք մենք միաբանված։ To agree is to come to a natural or mutual understanding. Միաբանվել նշանակում է գալ համատեղ միասնական համաձայնության, հասկացողության։ There is much that can be said about walking in agreement. Շատ բան կարելի է ասել միաբան ընթանալու, միաբան քայլելու մասին։ Throughout the scripture, we watch and we read of what happens when men come into agreement with the word of the Lord. Ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք, թե ինչեր են կատարում, երբ որ մարդիկ քայլում եւ միաբանվում են Աստծո խոսքի շուրջ։ We see when Noah came into agreement with the word of the Lord, he saved his family. Մենք տեսնում ենք, երբ որ Նոյը միաբանվեց Աստծո խոսքի հետ, նա փրկեց իր ընտանիքը։ And God still remembers that even to this day. Եվ Աստված այսօր էլ հիշում է այդ բանը։ By putting a covenant promise in the sky from time to time to remind us. Ժամանակ առ ժամանակ նա երկնքում ծիածանն է դնում այդ ուխտի նշանը, որ մեզ հետ կապել է։ We find Abraham is another example. Մենք տեսնում ենք Աբրահամի կյանքում մեկ այլ օրինակ։ Abraham heard a word from the Lord, Աբրահամը Տիրոջից խոսք լսեց։ walked away from everything he knew, Իր իմացած, ճանաչած ամեն ինչից հեռացավ and he became the father of many nations. եւ դարձավ բազում ազգերի հայր։ All because he came into agreement with the word of the Lord. Այդ ամենը կատարվեց սոսկ այն պատճառով, որ նա միաբանվեց Աստծո խոսքի հետ։ Moses was on the backside of the desert. Մովսեսը անապատում էր։ He saw a burning bush. Նա տեսավ այրվող մի թուփ։ He turned aside and saw, Նա շրջվեց, and then he heard the word of the Lord. տեսավ դա ու լսեց Տիրոջ He խոսքը։ responded to that word Այդ խոսքին and արձագանքեց became a deliverer of the nation. եւ դարձավ իր ազգին ազատագրողը։
A people that had been in bondage for 430 years was delivered Մարդիկ, որ 430 տարի because a man գերության մեջ էին ազատագրվեցին, came into որովհետև agreement with the word of the Lord. մի մարդ համաձայնվեց, միաբանվեց Աստծո խոսքին։ So we see the power of agreement Մենք տեսնում ենք միաբանության is զորությունը։ something that cannot be ignored. Դա մի բան է, որ չի կարելի անտեսել։ But we also read of negative things that have happened Բայց նաև մենք կարդում ենք այն բացասական բաների մասին, որ կատարվել են։ when men come into agreement with something that is not of God. Երբ որ մարդիկ միաբանվել են ինչ որ բանի շուրջ, որը Աստծուց չի եղել։ Does anyone remember the story of Joseph and the coat of many colors? Որովհետև մեկը հիշում եք Հովսեսի պատմությունը եւ նրա գույնզգույն պատմուճանի պատմությունը։ Joseph's father, Jacob, Հովսեփի հայրը he loved him Հակոբը very much. նրան շատ էր սիրում։ He took time and sewed together a coat that was special for him. Նա ժամանակ տրամադրեց եւ մի յուրահատուկ, իր համար յուրահատուկ գույնզգույն պատմուճան կարեց։ And we find that his brothers became very jealous. Ու հետո իմացանք, որ եղբայրները սկսեցին խիստ նախանձել։ So much so that they grabbed him, beat Այն him, աստիճան, որ նրան բռնեցին, ծեծեցին, sold him into slavery. նրան ստրկության վաճառեցին։ But then they did something. Բայց հետո մի բան էլ They արեցին։ took that coat of many colors, Այդ գույնզգույն պատմուճանը վերցրին, they ripped it to shreds, այսպես պատրտեցին, then they dipped it in the blood of a goat or an animal, հետո դա թաթախեցին կենթանու արյան մեջ and they took it home. եւ տուն տարան։ This was in their mind. They said, we will take this and present it to our father. Այդ բանն էին դրել իրենց մտքում, որ սա կտանենք տուն, մեր հորը ցույց կտանք And we will tell him եւ նրան կասենք, that he was devoured by an evil beast. որ մի վայրի գազան հոշոտել է նրան։ But when you begin to read in Genesis chapter 27, Բայց երբ որ սկսում ես Ծննդոց 27-ում կարդալ, you find they brought this garment to Jacob, their father. բացահայտում ես, որ իրենք այդ պատմուճանը բերեցին իրենց հորը Հովսեփի մոտ This is what they asked. They asked the question, եւ նրանք հարց տվեցին. is this the coat that belonged to your son Joseph? Սա այն պատմուճանն է, որ քո որդի Հովսեփին էր պատկանում։ They didn't say anything else. Ուրիշ բան չասեցին։ But when he saw that garment Բայց երբ որ հայրը տեսավ այդ dripping in պատմուճանը, blood, այդպես պատրտված արյան մեջ, his response was this: նրա արձագանքը հետևյալն էր. surely an evil beast has devoured my son. Հիրավի մի վայրի գազան հոշոտել է որդուս։ He came into agreement with what he saw. Ինքը համաձայնվեց այն բանի He հետ, came որ into տեսավ։ agreement with the lie of the enemy. Նա համաձայնվեց թշնամու ստի հետ։ And for 22 years, Եվ 22 տարի he lived in anguish and agony նա ապրեց այդ ցավի եւ տագնապի մեջ, because he was in agreement with something that he saw that was not truth. որովհետեւ ինքը համաձայնվել էր մի բանի հետ, որ տեսել էր, բայց դա ճշմարտություն չէր եղել։ So I ask us again, what are we in agreement with? Եվ ես մեզ նորից հարց եմ տալիս, ինչ բանի հետ ենք մենք միաբանվել, համաձայնության մեջ մտել։ The enemy will always try to bring things into our life Թշնամին միշտ կփորձի մեր կյանքում to բաներ բերել, distract us, որպեսզի մեզ շեղի, to take us into places that God has not ordained for us to be. մեզ կտանի այնպիսի տեղեր, որ Աստված չի նշանակել, որ այդ տեղերում We լինենք։ must always safeguard our eye gate and our ear gate. Մենք բոլորս պետք է հսկենք մեր այս աչքերի մուտքի, ականջների մուտքի վրա։ That's why the psalmist writes Դրա համար էլ Սաղմոսերքում գրում է։ in Psalms 133, Սաղմոս 133-ում how good and pleasant it is for brethren to dwell together. Որքան բարի եւ հաճելի է, երբ որ եղբայրները մեկտեղ միաբան են։ Because can I say to us today that when we come together, there is nothing that can stop us. Որովհետև ես այս բանը կարող եմ ասել, երբ որ մենք միասին ենք, միաբան, ոչ մի բան մեզ չի կանգնեցնի։ Do you realize that when we come together in agreement, it gets the attention of heaven? Դուք արդյոք գիտակցում եք, երբ որ մենք havakվում ենք ու միաբան ենք լինում, դա գրավում է երկնքի ուշադրությունը։
David goes on to write in Psalms 133 that says that when men are together in unity, Դավիթը շարունակում է 133-րդ Սաղմոսում գրելով, երբ որ մարդիկ միասնական են, միաբան, that there is a release or of a commanded blessing. Այդ ժամանակ Տերը պատրաստած օրհնություն է արձակում, The power of agreement. Միաբանության զորությունը. When you look at Genesis chapter 11, Երբ որ նայում ես Ծննդոց 11-րդ գլուխը, we find something very unique. Այդտեղ մի յուրատեսակ բան ենք գտնում. It is the descendants of Noah. Այստեղ տեսնում ենք Նոյի սերնդին. They are in one language. Նրանք մեկ լեզվով են խոսում They have a conversation եւ զրույց են ունենում and they say, let us build a city. եւ ասում եկեք մի քաղաք կառուցենք. Let us build a tower into the heavens. Եկեք մի աշտարակ կառուցենք երկնքին They հասցնենք. began to work and labor. Նրանք սկսում են գործ անել, And because of the աշխատում են. power of agreement, Եվ իրենց ունեցած այդ միաբանության it caused a զորության stir in the heavenlies. շնորհիվ երկնքում ինչ որ մի բան է We բորբոքվում. read where God himself came down and said, let me see what's going on. Մենք կարդում ենք, որ Աստված անձամբ ինքը գալիս է, asում է գնանք Because he said տեսնենք ինչ է կատարվում. there is nothing that is able to hinder them if they are in agreement. Որովհետև Աստված ասում է, եթե իրենք այսպես իրար հետ համաձայնվեցին, միաբանվեցին, ոչ մի բան չի կանգնեցնի They նրանց. was in agreement, Նրանք միաբանության but մեջ they was էին, out of agreement with the will of God. բայց Աստծո կամքին անմիաբան էին. Therefore he touched their language and they was divided. Եվ դրա համար էլ որ նրանց լեզուները փոխվեց ու նրանք բաժանվեցին. But we read many years later Բայց մենք կարդում ենք շատ տարիներ անց of 120 people 120 հոգի that got in agreement in an upper room. նրանք միաբանվեցին եւ հավաքվեցին Գվերնատանը. And they wasn't just in agreement with themselves, Եվ նրանք ոչ միայն միաբան էին իրար հետ, but they was in agreement with him. այլև միաբանության մեջ էին նրա հետ. And when they came into agreement with one another and with the will of God, Ու երբ որ նրանք միաբանվեցին մեկը մյուսի հետ եւ միաբանվեցին, համաձայնվեցին Աստծո կամքի our հետ, Bible teaches us in Acts chapter 2 մեր Աստվածաշունչը Գործք 2-րդ գլխում սովորեցնում է, that there was a sound from heaven որ երկնքից մի ձայն լսվեց, that came into where they were, որը եկավ լցվեց այնտեղը, որտեղ and իրենք it էին, empowered them and equipped them եւ զորացրեց նրանց, to be the լցրեց witness նրանց, of the Lord Jesus Christ. որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսի վկաները լինեին. I believe that we're in a time today Ես հավատում եմ, որ այսօր մենք այնպիսի in the ժամանակներում ենք, midst of great darkness and uncertainty around the world երբ որ ամբողջ աշխարհում խավար է եւ մեծ անորոշություն է տիրում, that there is a reminder by the Holy Spirit Սուրբ Հոգուց հիշեցում կա, that God is saying, if you'll agree with me, որ Աստված ասում է, եթե դուք ինձ հետ if you'll միաբանվեք, walk in alignment with me, եթե ինձ հետ իմ ճանապարհով գաք, if you'll begin to bind things and loose things according to my will and purpose, եթե իմ կամքով եւ նպատակով բաներ կապեք, բաներ արձակեք, then I am present to meet you in this moment of time. այդ ժամանակ ես ներկա կլինեմ, ժամանակի այդ պահին ձեր կարիքները If we հոգալու. align ourselves with darkness, we will be encircled with darkness. Եթե մենք համաձայնության կամ միաբանության գանք խավարի հետ, մենք But- խավարի մեջ կմնանք. But if we align ourselves with the light of the Lord Jesus Christ, Բայց եթե մեզ միաբանենք Տեր Հիսուս Քրիստոսի լույսի then հետ, we will be encircled with the light of the Lord Jesus. մենք շրջապատված կլինենք Տեր Հիսուսի լույսով. David reveals to us his insight concerning what takes place when we walk with God. Դավիթը մեզ հայտնում է իր ներըմբռնումը, թե ինչ է կատարվում, երբ որ մենք միաբանվում ու քայլում ենք Աստծո հետ. He reveals to us that there is a commanded blessing. Նա մեզ հայտնում է, որ այդ ժամանակ We may ask, պատրաստի օրհնություն է լինում։ Անգլերեն ասում է հրամայում է, որ we may օրհնություն ask, գա։ what is that blessing? Մենք գուցե հարցնենք, այդ ինչ օրհնություն է։ It is the blessing of everything that was bought and paid for at Calvary. Դա այն օրհնությունն է, այն ամենը, որ գնվել է եւ ապահովել մեզ համար Գողգոթայի վրա։ David writes another psalm.
Դավիթը գրում է մի ուրիշ սաղմոս, that says, "Bless the Lord, O my soul, որտեղ ասում է օրհնիր Տիրոջը, and ով իմ անձ, forget not all his benefits." ու մի մոռացիր նրա բոլոր բարերարությունները։ He heals our disease. Նա բժշկում է մեր բոլոր He ցավերը, delivers us. նա ազատում է մեզ, He brings new life into us. նա նոր կյանք է բերում մեզ համար։ Today, this is not an hour to be discouraged and overwhelmed. Այսօր այն ժամը չի, որ մենք հուսահատվենք, But ծանրանանք, this is his hour for the church of the Lord Jesus Christ to awaken and to arise բայց հիմա ժամն է, որ Հիսուս Քրիստոսի եկեղեցին with great արթնանա, anticipation, վեր կենա, with great մեծ excitement. սպասումներով, մեծ ոգևորությամբ, Because even though the world is growing darker, որովհետև չնայած այս աշխարհը գնալով ավելի խավարի մեջ we է know that մտնում։ there is a promise for the church of the Lord Jesus Christ. Մենք գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցու համար խոստում կա։ He said, "In the last days I will pour out my spirit." Նա ասել է վերջին օրերում ես իմ հոգին հեղելու He եմ։ says, "Your sons and daughters, Նա ասել է ձեր որդիներն ու they will դուստրերը prophesy. նրանք Your young կմարգարյանան։ men will have visions. Your old men will have dreams." Ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան, ծերերը երազներ կտեսնեն։ So I'm thankful for everything that has happened up to this point. Ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, որ մինչև հիմա կատարվել է։ We can look through history and see when men and women got into agreement with God. Մենք կարող ենք նայել պատմությանը եւ տեսնել, թե ինչպես են Աստծո And տղամարդիկ revivals and awakenings took place. Աստծո հետ եւ արթնություններ են տեղի ունեցել։ But those individuals ran their race and finished their course. Բայց այդ անհատները, նրանք վազել են մրցասպարեզի իրենց And ընթացքը that torch ավարտել has են։ been passed to you and I. Եվ հիմա այդ ջահը It's in փոխանցվել our է hands ինձ ու tonight. քեզ։ Այսօր այդ ջահը մեր ձեռքերում է։ But the question is, will we come into agreement with what God wants to do for this hour? Բայց հարցը նա է, արդյոք մենք կմիաբանվենք այն բանի As հետ, he's ինչ որ moved with others, Աստված ուզում է այս he ժամի համար desires to անել։ move with you and I. Ինչպես նա ուրիշների հետ է շարժվել, նույն ձևով ուզում է մեզ հետ The շարժվել։ reason we are not experiencing maybe certain things we desire Պատճառը թե ինչու մենք այս բաները չենք ունենում, գուցե որոշակի մեր փափակները կամ ցանկություններն են is խանգարում։ not because of evil and darkness, Պատճառը ինչ որ խավարը կամ չարը չեն, but could it be because of our hesitation to Բայց get into գուցե- agreement with God? գուցե հնարավոր է, որ մենք ենք տատանվում ու Աստծո հետ չենք միաբանվում։ He says in his word repeatedly Աստված շարունակաբար իր խոսքում ասում է, that if we will believe, որ եթե հավատանք walk in faith, եւ հավատով քայլ անենք, that we will ընթանանք, see the salvation of the Lord. ապա Տիրոջ փրկությունը կտեսնենք։ Do you remember the story of Jairus? Հիշում եք Հայրոսի պատմությունը։ While he's walking with Jesus, Մինչ նա Հիսուսի հետ քայլում էր, he's in agreement with Jesus. Հիսուսի հետ միաբանված They're էր։ walking to his house. Նրանք միասին քայլում էին He's դեպի նրա believing տուն։ for a miracle for his 12-year-old daughter. Հայրոսը հրաշքի էր հավատում իր 12 տարեկան դստեր But then համար։ someone approaches him, Բայց հետո ինչ որ մեկը մոտենում է says, նրանց, "Don't bother the master anymore. ասում են Տիրոջը, Վարդապետին այլևս մի She's նեղիր։ already dead." Նա արդեն մահացել է։ But notice what Jesus said. Բայց նկատենք, թե Հիսուսն ինչ է ասում։ But if you can believe only, Եթե միայն հավատաս, see, it doesn't matter what we hear. նշանակություն չունի թե ինչ ենք It doesn't matter լսում։ what's presented to us. Կարևոր չէ թե մեզ ինչ են ներկայացնում։ What matters is the decision that we will make to stand on the Word of God. Կարևորն այն է, որ մենք որոշում կայացնենք ու Աստծո խոսքի վրա կանգնենք։ We see Jairus made a decision to stay in agreement with God. Մենք տեսնում ենք Հայրոսը որոշում է կայացնում համաձայնության մեջ մնալ And Աստծո հետ։ because of that agreement, Եվ շնորհիվ այդ համաձայնության they walked into his house. նրանք մտան Հայրոսի տուն։ His 12-year-old baby girl, Նրա 12 տարեկան այդ փոքր աղջիկը lying there with no life, պարկած է այնտեղ ու կյանք չկա no նրանում։ breath in her body. Շունչ չունի, But Jesus stretched out his hand, բայց Հիսուսը տարածում է իր ձեռքը։ and that which was dead began to live. Եվ այն ինչ մեռած էր, սկսեց ապրել։ Can I say to you tonight, Թույլ տվեք ասել այս by the երեկո unction of the Holy Spirit, Սուրբ Հոգու թելադրանքով that those things that the enemy has said to you is dead?
Այն ինչ որ թշնամին քեզ ասել է որ մեռած է Your children will never serve the Lord. Քո երեխաները Your երբեք marriage can never be չեն restored. ծառայի Աստծուն You քո can't really have a ամուսնությունը miracle take place in չի your life. վերականգնի քո կյանքում երբեք հրաշք չի All լինի of those are lies from the enemy. սրանք ամենը ստեր են թշնամու կողմից Much like Jacob held on to that garment for 22 years. ճիշտ ինչպես Հովսեփը որ այդ պատմուճանը 22 տարի բռնած եղավ But one day, in the midst of a famine, բայց մի օր երբ որ երաշտ էր his sons returned to him նրա որդիները վերադարձան իր մոտ with a message. իրենց հետ ուղերձ բերելով And the message was, your son Joseph is yet alive. ուղերձը այն էր որ քո որդին He was like, Հովսեփը oh, don't lie to me. ողջ է եւ Հակոբը But then միանգամից all of a չեց սուտ մի sudden, ասեք ինձ he եւ began to հանկարծ hear some wagon wheels turning. նա լսում է որ գալիս են այդ կարքերի And ձայները he looked up on the horizon. եւ նայում է հորիզոնին And he saw the king of Egypt's horses and chariots and wagon loads of supplies coming. եւ նա տեսնում է Եգիպտոսի արքայի կարքերը այդ լցված ամեն ուտեստներով And when he caught a glimpse of that, եւ պատկերացնում եք այդ վիճակը he said, it is enough. եւ նա ասեց դա It բավարար է stuck his heart and he threw away what he had held on for 22 ասեց years. հերիք է եւ կարծես մի կողմ շպրտեց այն ինչ 22 տարի իրեն բռնած էր եղել եւ իմ պատգամը շատ པարզ է որ Jesus Christ, Հովսեփը Հիսուս Քրիստոսը the one they beat, այն մեկը the one that they put a crown of thorns on his head, գլխին փշեպսակ the one that դրեցին they nailed to a cross and laid in a tomb. այն մեկը խաչեցին հետո գերեզման He is դրեցին no longer in a tomb as we know, նա այլևս գերեզմանում չի ինչպես որ but մենք he գիտենք is yet alive. բայց նա ողջ է կենթանի And because he is alive, եւ քանի որ նա կենթանի է because he is victorious, եւ քանի որ նա հաղթական է you and I can walk in his victory. ես ու դու կարող ենք քայլել We նրա can walk in his հաղթանակի authority. մեջ կարող ենք քայլել նրա իշխանությունով The word of the Lord says that the same spirit that raised Jesus from the dead Տիրոջ խոսքն ասում է որ այն նույն հոգին որ Հիսուսին մեռելներից is the հարություն same տվեց spirit that quickens our mortal body. այդ նույն հոգին է որ կենթանացնում է մեր այս մարմինները So will we come into agreement with that tonight? Արդյոք մենք դրա հետ կմիաբանվենք Not with the lies of the enemy ոչ թե թշնամու ստերի հետ that says we can't have a revival in Harazdan. ստերը որ ասում են դուք չեք կարող հրազդանում արտություն That we ունենալ can't make a difference in our nation. որ մենք չենք կարող մեր ազգի մեջ մի բան That we փոխել got too many enemies around us. We can't ever get beyond where we are. որ մենք չափից շատ թշնամիներ ունենք մեր շուրջը եւ չենք Those are կարող all այս վիճակից lies of դուրս the գալ։ enemy. Սրանք բոլորը թշնամու ստերն են I come to encourage you tonight. ես եկել եմ այս երեկո քեզ Don't be քաջալերեմ weary in well doing, չթուլանաք բարիք գործելուց but be չհոգնեք focused. այլ եղեք կենտրոնացած Focused on that which God is speaking. կենտրոնացեք այն բաների վրա ինչ Աստված է խոսում I learned just a little while ago. Մի կարճ ժամանակ առաջ էր որ ես This սովորեցի church is 51 years old. որ այս եկեղեցին 50 տարեկան է For 51 years, the power and the anointing of the Lord has been present. 51 տարի շարունակ Աստծո ներկայությունը եւ զորությունը եղել է այստեղ You have a beautiful sanctuary here. Դուք այստեղ շատ գեղեցիկ դահլիճ ունեք You have other campuses throughout the area. եւ նաեւ այս շրջանում ուրիշ դահլիճներ էլ ունեք God has birthed vision in the leadership of this house. Աստված այս եկեղեցու առաջնորդների մոտ մի նոր տեսիլքի ծնունդ է տվել We walked in a building that's under construction earlier today. Այսօր ավելի վաղ մենք մի շենք գնացինք որտեղ շինարարություն է գնում Pastor is coming into agreement with what God has birthed in his spirit. Հովիվը միաբանության մեջ է մտել այն բանի հետ ինչ որ Աստված դրել է But ծնունդ in է order տվել for իր it to հոգու go to մեջ the next level, բայց որպեսի դա հասնի հաջորդ մակարդակին when you come into agreement with the leadership of the house, Երբ որ դուք միաբանության մեջ մտնեք այս it եկեղեցու begins to առաջնորդների release a հետ commanded blessing. այդ ժամանակ պատվերը կգա որ օրհնությունները And արձակվեն that commanded blessing begins to dispel darkness. եւ այդ պատվիրված օրհնությունները կգան ու կցրեն խավարը It transitions us from a natural realm to a supernatural realm. եւ դա մեզ բնական տիրույթից կմցնի գեր բնական տիրույթ And that's when there begins to be a sound in the heavenlies.
Եվ այդ ժամանակ է, որ երկինքներում ձայն I կլսվի։ come to say your best days are not behind you. Ես այստեղ եմ ձեզ ասելու, որ ձեր լավագույն your օրերը best days are in հետևում front չեն of you. մնացել։ Լավագույն օրերը առջևում են։ So I encourage you to get into agreement Ուստի ես ձեզ հորդորում եմ, որ with the vision of this միաբանվեք house, այս եկեղեցու տեսիլքի հետ։ with the word of the Lord concerning your region and your nation. Տիրոջ խոսքի հետ միաբանվեք, որը վերաբերում է ձեր քաղաքին, ձեր շրջանին։ The power of agreement Միաբանության զորությունը cannot be overpowered by any tactic that the enemy may try to bring. չի կարող զինաթափվել ցանկացած մարտավարությունից, ցանկացած բանից, որ թշնամին կփորձի բերել։ Because let us remember in Scripture, Որովհետև եկեք հիշենք, որ where 2 or Աստվածաշնչում 3 are gathered together կարդում ենք, որտեղ որ 2-3 հոգի միաբանվեն in the name of the Lord Jesus, Տեր Հիսուսի անունով, hear this promise. ահա այս խոստումը կա։ This is not Ron's promise, but this is his promise. Սա Ռոնի տված խոստումը չի, նրա տված He խոստումն է։ says, I am in the midst of them. Աստված ասում է, ես նրանց մեջ կլինեմ։ Can I say to you tonight, because we're in agreement in this room, Թույլ տվեք ասել, որ քանի որ մենք կարող ենք միաբանության մեջ լինել այս he սենյակում, is not far off, նա մեզնից շատ հեռու չի լինի, but he is present even now. այլ հենց հիմա էլ ներկա է։ And if he is in this room, Ու եթե նա այս սենյակում է, that means we can ask what we will, դա նշանակում է մենք կարող ենք խնդրել նրանից And it will be որ done. մեզ պետք է եւ նա կկատարի։ that means if you walked in sick tonight, Դա նշանակում է, որ եթե այս դահլիճ մտել ես հիվանդ, you can walk out healed. դու կարող ես այստեղից բժշկված գնալ։ If you walked in discouraged tonight, Եթե հիասթափված ես you can մտել walk out with այստեղ, joy. դու կարող ես այստեղից դուրս գալ You ուրախությունով։ may have walked in with a troubled mind, Գուցե այստեղ ես մտել տագնապած մտքերով, but you can walk out with peace. բայց այստեղից կարող ես Passes գնալ all understanding. խաղաղությունով, որ վեր է ամեն Because when we հասկացությունից։ come into agreement, Որովհետև երբ որ մենք միաբանվում ենք, it dispels darkness դա ցրում է խավարը and it illuminates light. եւ լույս է բերում։ But here's the reality today as I bring this to a close. Բայց ամփոփելով ասեմ, ահա թե ինչպիսի իրականություն կա։ There is times in all of our lives Մեր բոլորի կյանքում էլ ժամանակ է լինում, that the enemy comes along and presents something to us. երբ որ թշնամին գալիս է ու ինչ որ բան է մեզ ներկայացնում, And through deception and deceit, եւ ստերով ու խափելով he tries to get us to believe a lie. նա փորձում է այնպես անել, որ մենք ստին հավատանք։ I wonder if there's anything we've been holding on to, Ինձ հետաքրքիր է, արդյոք կա ինչ որ բան, որ մենք anything that բռնել we've been ենք in agreement with, մեր ձեռքերի մեջ, մի բան, որի հետ մենք միաբանվել կամ համաձայնվել ենք։ that is contrary to the word of the Lord. Մի բան, որը հակառակ է Աստծո խոսքին։ I didn't come with a big message tonight. Ես ինչ որ մի մեծ падգամով չեմ եկել I այստեղ։ come with the simple truth. Ես եկել եմ մի պարզ ճշմարտությունով։ We can decide to hold on to a lie, Մենք կարող ենք որոշել բռնած պահելու ենք այդ stay in սուտը։ agreement with that, Արդյոք դրա հետ միաբանված and ենք continue մնալու to be surrounded by darkness, ու շարունակելու ենք մնալ խավարով շրջապատված, uncertainty, անորոշությունով շրջապատված, or we can cast that aside թե կարող ենք դա մի կողմ շպրտել and we can grab a hold of the word of God for our life, եւ մեր կյանքի համար բռնենք Աստծո խոսքը and we can get into agreement with one another, ու հետո միաբանության մեջ մտնենք իրար հետ and we can begin to live in his presence. ու մենք սկսենք ապրել նրա ներկայության And մեջ then we can transition from the natural to the ու supernatural. հետո մենք կարող ենք բնականից անցնել գերբնականի մեջ։ I still believe in the miracle working power of God. Ես տակավին հավատում եմ Աստծո հրաշագործ զորությանը։ I still believe there is nothing impossible. Ես տակավին հավատում եմ, որ անհնարին ոչինչ չկա։ While I've been preaching, Մինչ քարոզում էի, my phone's been vibrating.
Հեռախոսս վիբրացիայի մեջ էր։ And it is a man from my church Իմ եկեղեցուց մի մարդ, that has been near death որը մերձի մահ վիճակում էր for եղել multiple weeks. երկար շաբաթներ, But I talked to him yesterday, բայց երեք նրա հետ խոսեցի, and God has miraculously touched his body. Աստված հրաշագործ կերպով հպվել էր նրա մարմնին, And he is getting ready to go home. Getting ready to եւ go back he's home in from the the hospital. hospital. Եվ Yes. ինքը հիվանդանոցում էր, բայց արդեն պատրաստ է տուն գնալու։ Because of the power of agreement. Շնորհիվ միաբանության զորության God is still doing Աստված այսօր the էլ impossible. տակավին անհնարինը հնարավոր է դարձնում։ So will we agree Արդյոք մենք կմիաբանվենք, that he is able to do exceedingly and abundantly what we could ever ask or think? կհամաձայնվենք, որ նա տակավին անում է մեր խնդրածից, Or հասկացածից, will we agree երևակայից with the lies ավելի, of the enemy? թե կհամաձայնվենք, կմիաբանվենք թշնամու ստերի հետ։ There was a gentleman in history. Պատմության մեջ մի մարդ է He եղել, stood before the nation of Israel. նա կանգնել է Իսրայելի ժողովրդի առաջ And he said this, choose you this day եւ ասել, այսօր դուք ընտրեք, whom you will serve. ում եք ծառայելու, But as for me and my house, բայց ես եւ իմ տունը we will serve the Lord. մենք Տիրոջն ենք Am ծառայելու։ I in a house that's going to agree to serve the Lord? Արդյոք ես գտնվում եմ մի տան մեջ, ովքեր որոշելու են Տիրոջը ծառայել։ If you agree to serve the Lord, just not as an individual, but as a body of Եթե Christ, դուք միաբանվելու եք Տիրոջը ծառայել ոչ միայն անհատապես, այլ որպես Քրիստոսի մարմին, I believe you're getting ready to walk into a season of miracles. ես հավատում եմ, որ դուք կսկսեք մտնել հրաշքների I believe a fresh ժամանակաշրջանի outpouring of the մեջ։ Holy Ghost is going to come. Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգու թարմ հեղումը կգա։ I believe every need is going to be met, Pastor. Ես հավատում եմ, հովիվ կարիքները կհոգացվեն։ I believe that there's a season of harvest Եվ ես հավատում եմ, որ that հունցքի is made ժամանակ ready է right now. գալու, որ հենց հիմա էլ So պատրաստվում let է։ us come into agreement Ուստի եկեք for what God wants to միաբանվենք do in this part of Armenia. այն բանի հետ, ինչ որ Աստված ուզում է անել Հայաստանի And այս let's walk in մասում, victory. եւ եկեք քայլենք հաղթանակի մեջ։ I come into agreement with you tonight Այսօր ես ձեզ հետ that միաբանվում your եմ, sons and daughters are not just going to be saved, որ ձեր որդիներն ու դուստրերը ոչ միայն but they are փրկվելու going to են, prophesy under the anointing of the power of God. այլ Աստծո զորությամբ եւ օծությամբ մարգարեանալու են։ I come into agreement that you're going to go from glory to glory to Ես glory. միաբանվում եմ ձեզ հետ, որ դուք փառքից փառք եք գնալու։ Amen. Ամեն։ If you believe that tonight, I want you to come into agreement with the Lord Jesus Christ for you and your house Հավատում եք դրան, ուզում եմ, որ Տեր by Հիսուս giving Քրիստոսի him հետ միաբանվեք ձեր եւ the ձեր biggest hand ընտանիքի clap of համար, praise that you've given him Oh. all week long. ի պատասխան նրան ծափերով փառաբանեք։ You say, why would you have me do that? You may say, why would you have me do that? Հիմա դուք կասեք, ինչու դու կամեցար, որ մենք այսպիսի մի բան անենք։ Because we find in Scripture, Որովհետև մենք Աստվածաշնչում the գտնում ենք, psalmist said, որ Սաղմոսերքուն ասում է. make war with your hands. Make war with your hands. Ձեր ձեռքերով պատերազմեք։ When we begin to clap in adoration of the Lord, Երբ որ մենք սկսում ենք հիանալով Աստծով we ծափեր began to բարձրացնել, cause confusion in the camp of the enemy. մենք թշնամու He don't understand what's շփոթմունք going ենք on. բերում, եւ թշնամին չի But հասկանում ինչ we're է coming կատարվում, into agreement, բայց մենք միաբանության ենք գալիս, and the power of agreement confuses him. իսկ միաբանության զորությունը շփոթեցնում է թշնամուն։ Amen? Ամեն։ So we're believing for great and mighty things. Ուստի մենք հավատում ենք մեծ զորավոր բաների։ So let us not hold on to a lie, Ուստի եկեք սուտը չբռնենք, but let us come into agreement together այլ եկեք միասին միաբանվենք and let us see what God desires to do ու տեսնենք, թե Աստված ինչ է ուզում անել in this season, այս ժամանակներում, in this moment of time.
ժամանակի այս պահին let us prepare. եկեք պատրաստվենք։ Yes, there will be opposition. Այո, հակառակություն կլինի։ Yes, there will be fresh attacks of the enemy. Այո, թշնամու նոր գրոհներ կլինեն։ But may I say to us one more time tonight, Բայց թույլ տվեք մեկ անգամ եւս ձեզ ասել։ one can put 1,000 to flight, Մեկը կարող է 1000-ին հաղթել, but two can put 10,000. բայց երկուսը 10,000-ին կստիպեն փախչել։ When you walk in agreement, Երբ որ դուք քայլում եք there միաբանությամբ, is no evil that can come nigh your dwelling. չկա որևէ չար, որ ձեր բնակության վայրը գա։ So how many is ready to agree with the word of the Lord tonight? Քանիսդ եք համաձայն միաբանվելու Տիրոջ խոսքի հետ այս երեկո։ Amen.